Շնորհակալություն հրավերքի համար, ասեմ, որ այն ինչ որ պարոն Շարմազանովը ասել է երեկվա գործադիր մարմնի նիստից ավելացնելու բան չկա, իսկ ինչ մնում է ընդհանուր քաղաքական դաշտի հետ կապված, ասեմ, որ մենք շատ նորմալ ենք ընդունում եւ շատ հաճելի է, որ ստեղծել ենք նման հնարավորություն, որ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեն մասնակցելու ապագա ազգային ժողովի ընտրություններին, իհարկե կոալիցիաներ կարծում եմ դեռևս կլինեն եւ որ հայտարարություններ եղել են տարբեր քաղաքական ուժերի եւ դեմքերի կողմից, որ մասնակցելու են ընտրություններին, մենք վերաբերում ենք շատ նորմալ, ել եմ ասում, դա եւս ապացուցում է, որ մեր երկրում ազատ քաղաքական դաշտ է եւ մարդիկ ցանկացած մարդ հնարավորություն ունի մասնակցելու քաղաքական այդ ամենակարևոր, այսպես ասեմ, պրոցեսն, որը ապրիլի 2-ին ընտրություններն են։ Իհարկե, մրցակցություն այստեղ մի քիչ պետք է հասկանանք, երբ որ քաղաքական դաշտը ամբողջությամբ պարզ կլինի, թե ովքեր են հայտ ներկայացնելու մասնակցելու, այստեղ էլ պետք է հասկանանք, թե մրցակցությունը ընդդիմադիր ուժերի մեջ է լինելու, թե լինելու է ուրեմն հանրապետականի եւ ընդդիմադիր ուժերի մեջ, որովհետեւ դրանից դուրս եք հանրապետականի տեսնում, այո, մեր հնարավորությունները այնքան է, որ մենք մեզ դրանից դուրս ենք տեսնում եւ մենք բնական է մեր բոլոր հնարավորությունները օգտագործելու ենք, որպեսզի մենք ունենանք ազգային ժողովում ապագա մեծամասնություն։ Առավել երջանիկ լինել քաղաքական հայտից հետո, չէ, հաճելի բառը օգտագործել։ Հաճելին ավելի երջանիկ ավելի լավ է։ Երկուսն էլ վատ բան չէ։ Մթնոլորտի փոփոխությունը անձերը կարծես թե չեն փոխվել, մթնոլորտն է փոխվել եւ ի շնորհիվ ում։ Չէ, գիտեք ինչը փոխվեց նա, որ մինչ այդ տարբեր խոսակցություններ էին գնում, որ հանրապետական ինքն է որոշում, ովքեր են մտնելու, մարդկանց չեն թույլատրում եւ այլն, եւ հիմա այդ ամեն ինչը դրա համար եմ ասում, շատ լավ է, որ որևիցե այլևս նման խոսակցություն լինել չի կարող եւ անձերը եւ առանձին քաղաքական ուժեր շատ ազատ հնարավորություն ունեն։ Ну, ամենայն դեպս ես ասում եմ այն, ինչ ասում եմ։ Հիմա դուք ոնց կմտածեք ձեր գործը։ Պայքարը հնարավոր է, որ հենց ընդդիմադիր, որտեղ գոնե այս ժամանակահատվածում նկատելի է, որ հայտ ներկայացրած այն ուժերը, որոնք հայտ են ներկայացրել իբրև, ընդդիմադիրներ հիմա իրար են քննադատում ավելի շատ եւ ոչ թե իրականավորված հանրապետական կուսակցությանը։ Ուրեմն նշեմ, որ բավականին հետաքրքիր էր մեր բանախոսի վերջին հայտարարությունը, որ հետաքրքիր կլինի նստել եւ սպասել, արդյոք ընդդիմադիր դաշտում կպայքարեն միմյանց դեմ, հանրապետական կուսակցությունը կողքից ում կնդրի կարգավիճակով կսպասի, թե ինչ հանգուցալուծում կունենա եւ ով դոմինանտ կդառնա ընդդիմադիր դաշտում, ուրեմն պիտի հիասթափեցնեմ մեր գործընկերոջը, քանզի երկդաշինքը եւ քաղաքական դաշտում արկա ընդդիմադիր մի շարք դաշինքներ եւ կուսակցություններ, այո, հիասթափեցնելու են գործող իշխանությանը, մենք արդեն ձեռնոց ենք նետել գործող իշխանությանը եւ ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը ձեզ սպասում է անակնկալ, գուցե նաեւ հիասթափություն, որովհետեւ ձեր այն սպասելիքները, որի մասին խոսում եք, չեն իրականանալու, հայ ժողովուրդը կատարելու է իր ճիշտ ընտրությունը, այո։ Ճիշտ եք նշում, այո։ Ճիշտ է, անակնկալ կլինի, բայց հիասթափություն չէ։ Վանաձորը դրա վառ ապացույցն է։ Ինչ անակնկալ կլինի հիասթափ։ Անակնկալ դուք ասում եք այո, կլինի անակնկալ կլինի, բայց ոչ հիասթափություն։ Հիասթափություն հանրապետականում չի լինի, այլ ուժերի մոտ կլինի։ Ինչ անակնկալ կլինի, այսինքն դա արդեն պետք է եզրակացնենք։ Հանրապետականից 60% է, դրանից ավելի ինչ պիտի սպասենք։ Դրանից ավել մենք չենք էլ ուզում, 60-ը լրիվ բավարար է մեզ։ Ուրեմն անակնկալ չի լինի։ Մյուս քաղաքական ուժերի մասին։ Ուզել այնքան խփելու իրենց ցանկությունը այս անգամ չի իրականանալու, որովհետև այլևս հայ ժողովուրդը գիտի որն է ճիշտ ուղին եւ այդ ելքը մենք առաջարկում ենք ու վաղը հունվարի 21-ին ժամը 12-ին բոլորին հրավիրում ենք կառավարության նիստերի դահլիճ ելք դաշինքի համաժողովին, որտեղ եւ կլսեք այն ամենի մասին, որ մենք պատրաստվում ենք ներկայացնել հանրությանը առաջիկայում, այն ճանապարհային քարտեզը, որի միջոցով պատրաստվում ենք հիասթափեցնել
գործող իշխանությանը։ Ներողություն մի հասնում։ Խնդրեմ։ Ձեզ տրամադրել են, դալիճ որպես ընդդիմություն։ Իհարկե։ Հա, շնորհակալություն։ Դուք այդ եք ներկայացրել, ձեզ մերժել են արդյոք։ Ես այս վերջի 15 տարում չեմ տեսել մի ընդդիմադրի, որին այդ դալիճը կներկայացնեն։ Լավ ինչևից է։ Էնել ներողություն մի րոպե սպասեք։ Համբերեք վերջացնեմ միտքից։ Համբերեք, ես Համբերությամբ լսում ենք։ Ուրեմն հարգելի ընկերներ, գործընկերներ, հանրապետականները անցկացրել են այսպես, առաջ Հայաստան խորագրի տակ, գիտեք, ապահով Հայաստան, այդ երկուսն էլ այդպես մնացին օդի մեջ կախված, համ առաջը հետ գնացինք, ապահովն էլ տեսանք, որ ապահով չեն։ Այս մի ընտրությունները ես սա աժ ընտրություններ չեն, սա նախագահական ընտրություններ են։ Նախագահական ընտրությունները ակնկալում են տարբեր գույնի տեսակի չափի ականներ, որոնք պարտադիր դաշտում տեղադրվելու են հետագայում աժ դալիճում սուրպրայզի համար։ Ես այս ընտրությունները կամանեի ավելի շուտ տրոյական ձիու ընտրություններ, որտեղ չափից դուրս են այն ուժերը, որոնք մտնելու են աժը և անեն իրենց սև գործը։ Իսկ ինչ է սպասում մեզ այս ընտրություններից։ Այն ուժեր ասելով իշխանականն է, ինչ ան։ Ականներ ասեցի, տրոյական ձի ասեցի, այսինքն մարդկանց, խմբերի, կուսակցությունների, որոնց աժը կտանի հանրապետականը։ Բայց իհարկե Եվրոպան գիտեք ինչ է պահանջում, այս անգամ պահանջում է, որ պրեսկոտյան ընտրություններ չեն լինի, այսինքն մարդու չեն ուղարկի, որ կաշառքով կասի մի քայլ առաջ էր, հետևաբար պետք է լինեն այլ ուժեր, այլ դեմքեր, անհայտ դեմքեր, կենսագրություն չունեցող, որպեսզի ոչ մեկի մտքով չանցի, թե այս սրանքեն է, սրա բարեկամներ այսպես եղավ։ Դուք մի մարդու եք լսում, որը չի հավակնում աժը պատգամավոր դառնալու։ Բայց ես ակնկալում եմ մի բան, եթե այս անգամ հանրապետականի խոստումները, որ լինելու են թափանցիկ, տեսեք հանկարծ մեկը մի բան չանի, եթե հանկարծ նման հայտարարություն եղավ, իմացեք, որ ավելի խայտառակ բան են անելու, որպես կանոն, ամեն անգամ խոսացել են թափանցիկ արդար ընտրությունների մասին և Հայաստանի Հանրապետությունը ստացել է ողբալի ընտրություններ։ Դրա պարզ ապացույցները, երկու բան ասեմ ձեզ, 10-ից 2 ասեմ։ Ընտրություններից անմիջապես հետո մարդիկ ճամպրուկներով, իրար հրմշտելով փախել են Հայաստանի Հանրապետությունից, լքել են տարածքը։ Երկրորդը շաքարավազը, ձեթը, հացը անմիջապես թանկացել է։ Անմիջապես, ընտրության 3-4 օրը։ Այս անգամ ողբերգություն է լինելու, որտեղ միջև էս մենք չունեինք Սասնա ծռերի օրինակը, միջև սա չկար։ Եթե հանրապետականը նույն կարգի ընտրություններ անցկացնի, ինչ որ մինչ այսօր է անցկացրել, եթե Եվրոպան նույնպես ձևակերպի, որ սա մեկ քայլ առաջ էր, ասեմ, որ լրջագույն ողբերգություն կսպասի իմ և ձեր երկրին։ Թող արձագանքի հանրապետական։ Մի րոպե ներողություն ավարտեմ արդեն։ Այնպես որ այս ընտրությունները ավելի քան ընտրություններ են։ Այս ընտրություններում ես գիտեմ մոտավորապես սխեմատիկ ինչ պետք է լինի, օրինակ, որտեղ հնարավոր չի, որ մարդիկ գան 10 տարի հետո ընտրեն էլի այն կուսակցությանը, որը այս տարիների ընթացքում ոչ մի լավ բան չի արել։ Այս տարիների ընթացքում վատ են ապրել, ավելի վատ են ապրել և քաջ գիտակցում են, եթե գան հանրապետականները շատ ավելի վատ են ապրելու։ Մենք պետք է հստակ ասեմ, որ հայտարարում եմ, որ այս ընտրությունները լինելու են թափանցիկ և ոչ թե մեկ քայլ առաջ, այլ մի քանի քայլ առաջ, որտեղ դրա համար կան բոլոր հիմքերը, մենք ընդունել ենք ընտրական օրենսգիրք և ընտրական օրենսգիրքը ընդունվել է լայն կոնսենսուսով, այսինքն պատասխանատվություն, որպես այդպիսին ընտրություններին վերցրել է իր վրա ոչ միայն հանրապետականը կամ իշխանությունը, այլ բոլոր քաղաքական ուժերը։ Եվ եթե այսօր կան քաղաքական ուժեր, որոնք
նախորոք արդեն ուզում են չվստահել այլ ընտրություններին, դա անտունել է, որտեղ դա սովորական քայլ է այն քաղաքական ուժերի կողմից, որոնք երբևիցե այլևս գտնում են, որ իրենք չեն լինի ազգային ժողովում, եւ բնական է նախորոք փորձում են հայտարարել ընտրությունների այս կամ այն process-ի խաթարման հետ կապված, որովհետեւ դրանով արտարացնեն իրենց ապագա ազգային ժողովում չգտնվելու խնդիրները։ Դուք կարծիք եք, որ այդպիսի ընտրություն է լինում եւ համաձայն եք։ Ինձ հետ դուր է գալիս պարոն Ավետիսյանի անկեղծությունը սկզբնական փուլում ինքը շատ անկեղծ էր, երբ ասեց, որ նախորդ ընտրությունները հիմնականում կեղծվել են։ Նախորդի առն չեն տվել։ Դե եթե խոսում եք, որ այս ընտրությունները այո լավն են, նախորդները վատն են եղել, դուք խոստովանում եք, որ նախորդ ամեն մեկը կարող է յուրովի երևակայել ինչ-որ բան։ Դա փաստ է, երևակայության խնդիր չկա։ Իսկ ինչ վերաբերում է նրան հավատալու ենք ձեզ, հավատալու ենք գործող իշխանությանը, թե ոչ, իհարկե չենք հավատալու։ Իհարկե մենք ինքներս պիտի պաշտպանենք մեր քաղաքացիների քվեն։ Ճիշտ է։ Մենք չենք պատրաստվում թղթի վրա գրվածը դարձնել ճշմարտություն ձեր օգնությամբ։ Դա անելու ենք հանրության օգնությամբ, ճշմարտություն դառնալու է քաղաքացու օգնությամբ։ Ձեր համար մրցակիցում եք տեսնում կոնկրետ իշխանական հանրապետական կուսակցությանը, թե արդեն նաև Գագիկ Ծառուկյանը։ Մեզ մրցակից տեսնում ենք բոլոր քաղաքական ուժերին, բայց մեր թիրախը հանրապետական կուսակցությունն է։ Մենք պայքարելու ենք հանրապետական կուսակցության, դաշնակցություն կուսակցության, գործող իշխանության։ Իրենց արբանյակ հանդիսացող բոլոր կուսակցությունների դեմ։ Գործակցելու ենք Հայաստանի Հանրապետության շահերին, Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը նպաստող բոլոր քաղաքական ուժերի հետ։ Արբանյակ ասելով նկատի ունեք միայն։ Կարծում եմ ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե որ քաղաքական ուժերն են տարիներ շարունակ սպասարկել հանրապետական կուսակցության շահերը։ Ովքեր են ձեզ սպասարկել։ Ժամանակ առ ժամանակ մեզ ընդդիմադիր դաշտ գործուղվելով ընդդիմադիր ուժեր իրենք իրար անհրաժեշտության դեպքում քաղաքական աղբանոց նետվելով, այնուհետև կրկին գեղեցիկ փաթեթավորված մատուցվելով։ Շնորհակալություն։ Դուք այս հարցի հետ կապված ինչ կարծիք ունեք, որ ինչ պայքար է գնալու ընդդիմություն։ Ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի հայտով ինչ փոխվեց քաղաքական դաշտում։ Հիմա կասեմ, այս զրույցը քիչ եմ հանրապետականի պաշտպան եմ, անկեղծ եմ ասում։ Ինչու՞։ Հա, կասեմ այդ։ Կաղաց էր մտքին կա, ուղղակի սպասում եք ես կա։ Ես սպասում Ցանկանում եմ հանրապետական դառնալ, հեսա կդառնամ, ընտրություններից հետո։ Գագիկ Ծառուկյանի համար ասել եմ արդեն ողջունում եմ Գագիկ Ծառուկյանի մուտքը քաղաքական դաշտ։ Ես 2015 թվականի փետրվարի 12-ին AMEC+-ով հայտարարել եմ իլուր աշխարհին Գագիկ Ծառուկյանը ոչ միտեղ չի գնալու քաղաքականությունից։ Բացառեք, տեսեք AMEC+-ը։ Ուղղակի հայտարարել եմ։ Եվ բոլոր այն ուժերը, որոնք Էթում հանրապետականը ամեն ինչ արեցին, որպեսզի մեկուսացնեն Գագիկ Ծառուկյանին, այսինքն իրանց ալավերդիով, ինչ եմ ասում այդ։ Չարաչար սխալվեցին, որտեղ չէր կարելի ընդհանրապես այն կուսակցությունը, իշխող կուսակցությունը գոնե մի երկու քայլ առաջ պետք է տեսնեն։ Եթե մի քիչ ուշադիր երկու քայլ առաջ նայեին, տեսնեին, որ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելը առնվազն հիմարություն էր։ Ինչու էր հիմարություն, չի կարելի հանել քաղաքական դաշտից, այդ կարգի ֆասով, ֆաս հարցակվեցին։ Ուրեմն չի կարելի հանել մի մարդու, որը ներկայացնում է երկրորդ ուժը, ԱԺ, այսինքն երբ որ դու դրան գնում ես, դու թքած ունես ԱԺ, ոչ մի բան կապ չունի։ Եվ տեսա, որ ճար չկա, որտեվ այդ ամբողջ պատկերը խաթարված էր քաղաքական դաշտի, Գագիկ Ծառուկյանի մուտքով այդ պատկերը ամբողջացավ։ Եվ ինչ է կատարվում։ Ասեմ, որ միջև Գագիկ Ծառուկյանի մուտքը նաև Կարեն Կարապետյանով այս ժողովուրդը սկսեց ինչ-որ հույսի, ինչ-որ շող տեսնալ։ Մարդիկ, որոնք նորով են մտածում եւ այս ճահիճից պետք է հանեն մեր երկիրը։ Տեսեք, նորից կրկնվեմ, անմիջապես ես հայտարարեցի, որ
Կարեն Կարապետյանի հետ վարվելու են ճիշտ այնպես, ինչպես վարվում էին Հովիկ Աբրամյանի հետ։ Որտեղ այդ գաղտնի տրոյական ձիու այդ 2000-ից ավել հկները իրենց մարդիկ սեցին արդեն որոգայտել լարել։ 100 օրը, տեսեք, մի հատ նայեք, 100 օրվա համար վարչապետի ինչ են գրում։ Եթե դրանք այդ անալիզը ունենաք, կտեսնեք, թե ինչա պատրաստում դիմացում։ Ես չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանը մտել էր քաղաքականություն, մտել էր վարչապետի իրավունքները ստանձնել էր, որպեսզի օգներ Սերժ Սարգսյանին։ Ամենևին, նա իր համար ապով կյանքում իր համար ապրում էր։ Այսինքն այսօր արդեն տեսնալով, որ նա լուրջ քաղաքական հայտ է ներկայացրել, հարցակումները անպակաս են լինելու։ Ինչը սպասվում է նաև Գագիկ Ծառուկյանին, արդեն կան դա։ Իշխանության կողմից հարձակում Կարեն Կարապետյան։ Ես ասացի տրոյական ձիու կողմից հարձակում։ Ես ասեցի բոլոր այն մարդկանց կողմից, ում որ պատրաստել են նախապես, դրել են մի դիմակ են տվել, վրան գրել են ընդդիմություն եւ դրանք պետք է հարձակվեն։ Իրենք հանրապետականը երբեք ուղիղ չեն հարձակվում։ Հարձակվում են իրենց խամաճիկներով։ Ինչը եւ այսօր երկու անձի հանդեպ կատարվում է։ Ես ողջունում եմ նաեւ, թող ձեզ համար դա հայտնություն չլինի, որտեղ այս ամբիոնից էլ միշտ քննադատել եմ Պաշտպանության նախարարին, նախկին Սերյան Օհանյանին։ Այսպես ասեմ, ես նրան քննադատել եմ, երբ զոհ ա եղել բանակում։ Եվ միշտ էլ հայտարարել եմ, որ եթե վերցնեմ նախարարներին, ուրեմն Սերյան Օհանյանը այդ վատագույն առաջի հնգյակի մեջ չէ։ Ես ողջունում եմ նաև Սերյան Օհանյանին, ողջունում եմ այդ շարժում, ողջունում եմ այդ կուսակցություններին։ Բացարձակ ասեմ, որտեղ իմ կոնկրետ դիտարկումների արդյունքում կարող եմ ասել մի բան։ Այո, Սերյան Օհանյանը ընդդիմություն է։ Դա իմ անձնական կարծիքն է։ Եվ շուտով դրա մասին մնացածները կհամոզվեն։ Դուք ասեցիք ինչ որ դեմքերով բան հիմա կմտնեն տրոյական ձի իրենց մարդկանց կբերեն։ Իշխանության հետ այդքան ճանապարհ անցած այդ մարդկանց հետ կապված որևէ կասկած չունեք, բայց այն մարդիկ, որ համենայնդեպս այս 10 տարվա ընթացքում քիչ թե շատ ցույց են տվել, որ այս դաշտում են կասկածում եք։ Ինչու՞։ Ես ասեցի իմ կարծիքը։ 2 ամսից ամեն ինչ պարզ կդառնա։ Անձնական սիմպաթիայի հարց է, հա։ Ոչ, դիտարկման հարց է։ Լավ։ Ուրեմն 2 ամսից ամեն ինչ պարզ կդառնա, ով ինչով է զբաղված։ Քոչարյանական հատվածն է։ Ինչպես։ Ասում են Քոչարյանական։ Ես կխնդրեի երգա, քանի որ ընդդիմությունը երգը ձեր վերաբերմունք ու գնահատականը Վարդան Մոսկանյան, Սեյրան Օհանյան եւ նաեւ Գագիկ Ծառուկյան ու ուրիշ անուններ։ Ես արդեն նշեցի, որ վաղը Ելքդաշինքի համաժողովն է եւ համաժողովի ընթացքում կլսեք քաղաքական գնահատականներ, ու այսօր չեմ ուզում առաջ անցնել, բացել փակագծերը, բոլորին կտրվի գնահատական եւ կուղենշվի մեր հետագա անելիքները։ Ես արդեն նշեցի, որ կգործակցենք Հայաստանի, ինքնիշխան Հայաստանի ապագայում մտահոգ քաղաքական ուժերի հետ, ընդդիմադիր ուժերի հետ, ոչ ճակերտավոր ընդդիմադիրների։ Նրանց մեջ մտնում են անունները, ինչեր ես ասեցի այն ուժերը։ Քաղաքական գնահատականները կհնչեն վաղը։ Լավ, ինչ տրոյական ձիի մասին է տեղյակ, ասում է պարոն եւ ինչի։ Որդադի չէ, որ ես ամեն ինչին արձագանքեմ, բայց մի բանի հստակ ուզում եմ նորից արձագանքել, իմ խոսքի սկզբում ես ասեցի, մենք այո ուրախ ենք եւ ողջունում ենք, որ այսօր ցանկացած մարդ, անձնավորություն, քաղաքական գործիչ ազատ հայտ է ներկայացնում քաղաքական դաշտում ապագայում մրցակցության մեջ մտնելու համար եւ մենք որևիցե անգամ որևիցե մեկին չենք արկել է քաղաքականությամբ զբաղվել, գնահատականներ տալը դա չի նշանակում արկելել եւ հիմա նորից կրկնում եմ, մենք ողջունում ենք ցանկացած քաղաքական դաշինքի ստեղծմանը, ցանկացած քաղաքական գործչի քաղաքական դաշտում գտնվելու։ Հարցեր։ Իմ հարցը, եթե կարելի է, կարող եք մեկնաբանել։ Կա կարծիք, որ Սեյրան Օհանյան, Օսկանյան այս տանդեմը հենց ինքը քոչարյանական ուժերի համախմբումն է։ Եթե դրան գումարենք նաև Գագիկ Ծառուկյան դաշինքը,
եւ նաեւ մամուլում է հրապարակվեց, որ չի բացառվում նաեւ նրանց համագործակցությունը։ Ով որ դեմ է հանրապետական կուսակցությանը, ով որ դեմ է Սերժ Սարգսյանի իշխանությանը, ես նրա կողմից եմ։ Բայց Քոչարյանը Այսինքն ինձ համար դա ընդհանրապես կապ չունի, որտեղ գիտեք խնդիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Հիմա ասենք սա նա այսպես է, դա մենք Հայաստանի Հանրապետություն կորցնենք ի վերջո, չի կարելի։ Այս պատերազմը դրա ապացույցն էր, որտեղ միջև այս 4 օրվա պատերազմը մեզ ուրիշ բան կարկանդակ են կերակրում, թե մենք ապահով Հայաստան եւ այլն, պարզվեց 80 թվականի զենք եւ դիմացը սպասող պատերազմ։ Ես ասել եմ, ելի կրկնվեմ, եթե երկրի առաջի դեմքը խոսում է գալիք պատերազմի մասին, նա առաջի հերթին հայաթափում Արցախը։ Դուք լավ եք պատկերացնում մարդը իր 4-5 երեխաների հետ սամանամերձ գյուղում ապրում է, բնակվում է։ Առաջի դեմքը Հայաստանից հայտարարում է, որ պատերազմ է լինելու։ Նա ո՞նց է քնելու, ո՞նց է գլուխը բարձին դնելու։ Ուրեմն եւս մի հայաթափություն Արցախից։ Հիմա այս ամեն ինչը պետք է կանգնի։ 10 տարի շարունակ այս ամեն ինչը չկանգնեց, նոր որակներ ստացավ։ Ինչ ենք առաջարկում հիմա։ Դուք ինձ հարց եք տալիս։ Դա գիտեք, որ Սերան Օհանյանի թիկունքում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, թող կանգնի։ Եթե Ռոբերտ Քոչարյանը ունի նոր ասելիք, ունի ծրագիր Սերան Օհանյանի հետ, թող իրականացնեն այս հայաթափությունը կանգնացնեն, այս ողբերգությունը կանգնացնեն։ Դուք մի նայեք, ներողություն, մի նայեք քաղաքի կենտրոնով։ Հələ լավ քաղաքի կենտրոնում ուրիշ բանի վրա ուշադրություն դարձրեք։ Վաճառվում է, տրվում է Վարշավ, վաճառվում է, տրվում է Վարշավ։ Սա ինչի արդյունք է։ Էլի հայաթափման։ Էլի սա ինչ անենք, որ սանից դուրս գանք։ Նոր դեմքեր են հարկավոր։ Ես սկզբից ասեցի, չեմ պատրաստվում ԱԺ պատգամավոր դառնալու, դա իմ գործը չի։ Այնպես որ չնկատի հեսա գնալու եմ մի ցուցակ մեջ տեղավորում ԱԺ պատգամավոր, չեմ ուզում ես դա։ Ես մի բան եմ ցանկանում։ Մարդավարի ապրել իմ երկրում, որ իմ երեխաները մնան Հայաստանում։ Ոչ չենք կարող ամբողջ ազգը մի քանի հոգու համար վերացնենք։ Վերացնենք մի քանի հոգու համար։ Եկեք լռենք, դուր նստենք։ Պարոն Եղիազարյան, նաև հարցիս մյուս ենթատեքստը այն էր, որ դուք Մարտի 1-ը եւ մնացածը։ Չէ, Հայաստան ձիու մասին եք խոսում, որ գործելու է 7 Այո։ Արդյոք նաև հենց այս քոչարյանական ուժերը հայտնի է, որ մի մարտի 1-ը Քոչարյան, Սերժ Սարգսյան այս համագործակցության նաև Թույլ տվեք ձեզ, թույլ տվեք։ Խնդրում եմ ավարտել, արդյոք նաև հենց սա էլ է տրոյական ձին, ձեր ասած, նույն այդ Օսկանյան, Սեյրան Օհանյան տանը, Ոչ, իմ ասած տրոյական ձիու մեջ այդ ուղևորները չկան։